Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հերագիր է հղել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում գրանցված զոհերի կապակցությամբ։ Մեջբերում եմ, մեծ անհանգստությամբ ենք հետևում Իրանի շուրջ զարգացումներին։ Ընդունեք, խնդրում եմ ցավակցություններն Իրանի ղեկավարության եւ քաղաքացիների շրջանում զոհերի կապակցությամբ։ Մշտապես կհիշենք իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի անձնական դերը Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման գործում։ Այս դժվարին պահին հույս ենք փայփայում Մերձավոր Արևելքում խաղաղության ու կայունության շուտապույտ հաստատման համար։ Օգտվելով առիթից մաղթում եմ ձեզ համբերություն, իսկ բարեկամ եւ հարևան Իրանի ժողովրդին խաղաղություն եւ տոկունություն, գրել է վարչապետը։ Մերձավոր Արևելքում իրավիճակը քննարկել են արտգործնախարար Հարարատ Միրզոյանն ու Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին։ Հեռախոսազրույցում նախարար Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանում զոհվածների ընտանիքներին, ընդգծելով լարվածության թուլացման եւ խաղաղ միջոցներով հանգուցալուծման հասնելու կարեւորությունը։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաեւ հումանիտար հարցերի։ Ավելի վաղ վարչապետի գլխավորությամբ տեղի էր ունեցել անվտանգության խորհրդի նիստ։ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը հանդես է եկել Իրանի շուրջ եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին համապարփակ զեկույցով։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ զեկույց է ներկայացրել վարչապետի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը տվել է անհրաժեշտ հանձնարարականներ։ Նիստի մասնակիցները խորը ափսոսանք են հայտնել ցավալի զարգացումների վերաբերյալ, ցավակցություն արտահայտել զոհերի կապակցությամբ եւ ընդգծել խաղաղության շուտապույտ հաստատման անհրաժեշտությունը։ Արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, գերատեսչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի կառավարությունն աշխատանք է իրականացնում հնարավորության պարագայում օդային ճանապարհով Հայաստան փոխադրում իրականացնելու ուղղությամբ։ Այն քաղաքացիները, որոնք ցանկություն կունենան կամավոր Օմանի տարածքով մեկնել Հայաստան, կարող են լրացնել գերատեսչության էջում տեղադրված հայտը։ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն ըստ հնարավորության կաջակցի նաև թռիչքի համար էմիրություններից Մասկատ տեղափոխման հարցում։ Թռիչքի կազմակերպման պարագայում առաջնահերթությունը կտրվի կանանց, երեխաներին եւ տարեցանցանց։ Այս ագրեսիայի հետևանքով 550 մարդ է զոհվել, Իրանի դեսպանն է հայտարարել։ Խալիլ Շիրղոլամիի խոսքով Իրանի դեմ հարձակումը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ պաշտոնական Թեհրանն առավելագույն կամք էր դրսևորում բանակցություններում արդյունքի հասնելու համար։ Քանի դեռ ագրեսիան շարունակվում է, մենք կշարունակենք ինքնապաշտպանությունը, ասել է դեսպանը։ Նա վստահ է, որ Իրանի թուլացումն ու Աստված չանի Իրանի պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին։ Այն, որ Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ռազմավարություն, պաշտոնական Թեհրանը հարգում է։ Միաժամանակ ընդգծում, որ հայ-իրանական խոր գործակցության ու դարավոր հարաբերությունները պարտավորեցնում են անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում Հայաստանը, Իրանի հետ տարբեր ոլորտներում առկա փոխգործակցությունը կշարունակվի։ Մենք վստահ ենք, թե ռազմական, թե տնտեսական, թե ինքնության առումով ուժեղ Հայաստանի գոյությունն այս տարածաշրջանում օգնում է ապահովել նաև Իրանի ազգային երազանքները, ձգտումներն ու նպատակները, ասել է դեսպանը։ Միացյալ Նահանգները հայտարարում է, որ գործողությունը կարող է տևել 4 շաբաթ։ Թեհրանը հայտնում է, որ հրաժարվում է բանակցություններից։ Պատերազմը շարունակվում է, զոհերի ու վիրավորների թիվն ավելանում։ Պարսից ծոցի երկրներն էլ կոչ են անում Իրանին դադարեցնել հարձակումները։ Վերջին նորությունները տեսաշարում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ղեկավարելու համար կա 3 շատ լավ թեկնածու, առանց նշելու, թե ում ի նկատի ունի։ Մասնագետները տարբեր տեսություններ են առաջ քաշել Այաթոլլահ Խամենեիի որդուց եւ Հանրապետության հիմնադրի թոռից մինչեւ Իրանի վերջին շահի Ռեզա Փահլիևի որդին։ Daily Mail-ի հետ հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանում ռազմական գործողությունը հնարավոր է տևի 4 շաբաթ։ Նրա խոսքով ամեն ինչ ընթանում է ըստ ծրագրի։ Սպիտակ տան ղեկավարը պնդել է, որ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի ամբողջ ղեկավարությանը, հավելելով, որ խոսքը հավանաբար 48 անձի մասին է։ Գործողության մեկնարկից 1 օր առաջ փոխնախագահ J.D. Vance-ը Washington Post-ին ասել է, որ Իրանի հետ երկարատև պատերազմ չի լինի։
Մենք որևէ բանակցություն չենք վարելու Միացյալ Նահանգների հետ, հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա հավելել է, որ ամերիկացի առաջնորդը Մերձավոր Արևելքը քաոսի մեջ է գցել իր դատարկ հույսերով եւ այժմ վախենում է ամերիկյան զորքերի շարքում հետագա կորուստներից։ Իրանն ավելի վաղ հաստատել էր Գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեի մահը, ում այսօր Իրանի առաջնորդներն ու պաշտոնյաները վերջին հրաժեշտ են տալիս։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ նոր Գերագույն առաջնորդ կընտրվի 1-2 օրվա ընթացքում։ Թեհրանը նաև խոստանում է վրեժ լուծել։ Իրանում ձևավորվել է խորհուրդ 3 անդամից բաղկացած, որը երկիրը կառավարելու է մինչև նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը։ Արաղչին նաև պնդել է, որ երկրի ռազմական կարողություններում ոչինչ չի փոխվել։ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված մռնչացող առյուծ գործողության մեկնարկից ի վեր 777 մարդ տեղափոխվել է հիվանդանոցներ։ Նրանցից 86-ը ներկայում հոսպիտալացված են կամ շտապօգնության բաժանմունքում են։ Նախարարության տվյալներով 4-ը գտնվում են ծանր վիճակում, 20-ը միջին ծանրության, իսկ 58-ը լավ վիճակում, եւս 4-ը բժշկական զննում են անցնում։ Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել ապաստարաններ վազելու ընթացքում։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների հետևանքով Իրանի Ֆարս նահանգում զոհվել է 35 մարդ։ Իրանի արևելյան Ադրբեջան նահանգի ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրենը հայտնել է, որ հարձակումների հետևանքով զոհվել է 27 մարդ։ Նրա խոսքով փետրվարի 28-ից ի վեր հարձակումների են ենթարկվել Թավրիզ, Սարաբ, Մարաղա եւ Շաբեսթար քաղաքների տարբեր հատվածներ։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություններ են սկսել Իրանի դեմ, հարվածելով Իրանի խոշոր քաղաքներին, այդ թվում մայրաքաղաք Թեհրանին։ Մինաբ քաղաքում ավերվել է տարրական դպրոց, որի հետևանքով զոհվել է առնվազն 140 երեխա։ Իրանական կողմը հայտնում է նաև, որ առնվազն 9 հիվանդանոց լուրջ վնասվել է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարձակումների հետևանքով։ Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ ի պատասխան Իրանի իշխանությունների գործողությունների։ Այդ մասին հայտարարել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Եվրամիության գլխավոր դիվանագետը հավելել է, որ Եվրամիությունը կշարունակի իր ավանդն ունենալ լարվածության նվազեցման եւ կայուն լուծման հասնելու գործում, որը կկանխի Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։ Հայտարարության մեջ նաև կոչ է արվում Իրանին համագործակցել ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ եւ թույլ չտալ կարևորագույն այնպիսի ջրային ուղիների աշխատանքի խախտումներ, ինչպիսին Հորմուզի նեղուցն է։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը անհանգստությամբ է հետևում Իրանում եւ Մերձավոր Արևելքում իրականացվող ռազմական հարձակումներին։ Այդ մասին ատոմային էներգիայի միջազգային գործակալության խորհրդի հատուկ նիստում հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Նա տեղեկացրել է, որ այս պահին ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը չունի տվյալներ, որ Իրանում ԱՄՆ-ի եւ Իսրայելի գործողությունների հետևանքով հարված է հասցվել միջուկային որևէ օբյեկտի։ Այս մասին նա հայտարարել է 35 երկրներից բաղկացած խորհրդին ուղղված հայտարարությունում։ Գրոսին տեղեկացրել է, որ իրենք փորձում են կապ հաստատել Իրանի միջուկային կարգավորող մարմինների հետ, սակայն դեռևս որևէ արձագանք չկա։ Qatar Airways ավիաընկերությունը հայտնել է, որ տարածաշրջանում ստեղծված իրադրությամբ պայմանավորված թռիչքները դեռևս չեն իրականացվի։ X-ում արված գրառման մեջ ավիաընկերությունը հայտնել է, որ Qatar Airways-ը կվերսկսի թռիչքները, երբ Կատարի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարի երկրի օդային տարածքի անվտանգ վերաբացման մասին։ Թռիչքների վերաբերյալ հետագա թարմացումը կտրամադրվի մարտի 3-ին։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Հայաստանում խաղաղություն է լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության փոխնախարարը, անդրադառնալով Իրանի շուրջ եւ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։ Լրագրողների հետ զրույցում Արման Սարգսյանն ասել է, որ հարցի շուրջ անվտանգության խորհրդի նիստ է եղել, պատկան մարմինները մտահոգությունները փարատելու համար աշխատում են։ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել եւ բնականաբար պատկան մարմինները ձեր մտահոգությունները փարատելու համար իրենք աշխատում են։ Եվ բացարձակապես եւ քրվում եմ, սա որպես կներեք Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է եւ ցանկանում եմ, որ այս իրողությունը մենք հաշվի առնելով շարժվենք առաջ։ Պատկան մարմինները բնականաբար
անհրաժեշտ աշխատանքներ իրականացնում են եւ Հայաստանի Հանրապետությունում արկա է խաղաղություն եւ խնդրում եմ այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատել։ Ինչու պետք է շեղվել ներքին օրակարգից, ինչ պետք է արվեր, որպեսզի ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգ է Իրանի շուրջ զարգացումներով։ Սրփուհի Գալյանն է հայտարարել, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք արժեր ներկուսակցական քարոզարշավ իրականացնել, երբ հարևան երկրում պատերազմ է։ Տպավորություն է, թե կառավարությունն անտարբեր է։ Սրփուհի Գալյանն ասել է, որ անվտանգության խորհրդի գնահատականով մեր երկրի անվտանգության սպառնալիք չկա, Իրանը բարեկամ երկիր է, ավելին ասել չի կարող, քանի որ մասնագետ չէ։ Դուք ներկուսակցական քարոզարշավ եք անում այն օրերին, երբ որ այն մեր քթի տակ բուռն պատերազմ է ընթանում։ Դուք տպավորություն է հայ հանրության կողմից, որ Հայաստանի իշխանությանը ընդհանրապես կառավարությանը չի հետաքրքրում կամ ինքը շատ անտարբեր է վերաբերվում այն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում մեր սահմաններին անմիջապես։ Կներեք, իսկ ինչ պետք է աներ կառավարությունը, որ թվար, որ բացարձակ անտարբեր չէ այն ամենի հետ կապված, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Ես կարծում եմ, ձեր հետ պետք է փողոցներ ընկած չլինեին, կներեք։ Դա ձեր կարծիքն է, եւ ես հարգում եմ ձեր կարծիքը։ Դուք կարծում եք, որ նորմալ է, որ մեր երկրի իշխանությունը, երբ որ մեր սահմաններին պատերազմ է, կարող է ներկուսակցական քարոզարշավ իրականացնել։ Դա նորմալ է։ Ինչն է խանգարում դա անել, եթե այս պահին վստահաբար Արդարադատության ներողություն անվտանգության խորհուրդը գնահատել է, որ մեր երկրի անվտանգությանը սպառնացող վտանգ չկա։ Ես ուզում եմ հասկանալ ինչու պետք է շեղվել ներքին օրակարգից եւ ինչ պետք էր անել, որ ակնհայտ լիներ, որ կառավարությունը մտահոգված է, անհանգիստ է եւ այլն։ Այսինքն ինչպես պետք է դա արտահայտվեր տանը Քաղաքացիները իր քաղաքացիներն են իմանային, որ դուք տեղում եք։ Հստակ հայտարարություն։ Իսկ որտեղ ենք մենք։ Իսկ որտեղ ենք մենք։ Հիմա օրինակ ես որտեղ եմ։ Մենք հետ ենք տեսել նախորդ 2 օրերին։ Ինչ որ վատ բան կա։ Եթե դուք կուկուրուզ ու պերաշկի չեք սիրում, դա ձեր խնդիրն է։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստը թեժ է եղել։ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դիմել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին Գագիկ Մելքոնյանին կարգի հրավիրելու խնդրանք պահանջով։ Պատգամավորն ասել է, որ Մելքոնյանը հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում ռազմաքաղաքական ղեկավարության մասին, իր խոսքով անպատասխանատու հայտարարություններ արել։ Գագիկ Մելքոնյանը փորձել է հակադարձել, սակայն այդ պահին միջամտել է ԿՊԱ-կան պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանն էլ կոչ արել էմոցիաները դնել մի կողմ, իրար նկատմամբ լինել հարգանքով եւ գերիների նկատմամբ եւ նրանց ապագայի նկատմամբ։ Դիմում եմ ձեզ խնդրանք պահանջով։ Մելքոնյան Գագիկին կարգի հրավիրեք։ Օրերս Մելքոնյան Գագիկը հերթական անգամ հարցազրույցում խոսել է Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության մասին, անպատասխանատու հայտարարություններ արել։ Արգելեք այս թեմայով նրան խոսել։ Շատ լավ։ Ես պարոն Մելքոնյանի հետ հաշվի առնելով, պարոն Մելքոնյան, խնդրում եմ։ Մյուս անգամ այդ մարդկանց մասին չխոսած։ Շատ լավ, պարոն Իրավունք չունես չխոսալ։ Պարոն Մանուկյան, պարոն Մելքոնյան։ Պարոն Մանուկյան, կներեք, էլի այդ մարդկանց փուրը տալուց առաջ մտածեիք։ Շատ լավ։ Չեղավ, հարգելի գործընկերներ, օրակարգը քվեարկել ենք, պարոն Մելքոնյան։ Էմոցիաները դնենք մի կողմ, ես էլ այնքան բարդ օրեր կարող է սպասվի, կարող է չսպասվի, որ իրար նկատմամբ լինենք հարգանքով, նաև եւ գերիների նկատմամբ, եւ նրանց ապագայի նկատմամբ, եւ մենք մեր նկատմամբ, եկեք սկսենք այսօրվա մեր աշխատանքը, հետո մենք օրակարգից դուրս, եթե հարցեր լինի, միասին կմնանք, քննարկենք եւ կորոշենք ոնց ենք ապրելու նույնիսկ այս բարդ իրավիճակում։ Պաշտպանության նախարարության պաշտոնյան մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու դիմաց կաշառք է ստացել։ Նրա ու եւս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով իր մտերիմ անձի օժանդակությամբ վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560 000
000 դրամ, նաև պահանջել 765.140 դրամ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։ Պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև հավաքներից խուսափած անձանց, նրանց ծնողների նկատմամբ։ Նախարարության պաշտոնյայի ու ևս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Դատախազությունը պահանջում է կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք շուրջ 1,2 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել գույքն ու գումարը, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։ Շարունակենք Լոռու մարզի Ալավերդի և Ակներ բնակավայրերում նոր ավտոբուսներով հանրային տրանսպորտը գործարկված է։ Վարչապետն է գրել ու տեսանյութ հրապարակել։ Կարաս հանրային սննդի օբյեկտում ստուգումների արդյունքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները, հայտնում են սննդի անվտանգության տեսչական մարմնից։ Առաստաղի վրա եղել են վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոցների աճին, խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել, արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք։ Պատուհաններից մեկը և հետնամուտքի դուռը չեն ունեցել միջատապաշտպան ցանց, հնարավոր է եղել աղտոտիչների ներթափանցումը։ Հետնամուտքի և խոհանոցի դռները հարթ չեն եղել, պատված չեն եղել չներծծող, մաքրող, ախտահանվող նյութերով։ Սառնարանները, որոնք անմիջական շփման մեջ են եղել սննդի հետ, չեն պահվել նորոգ վիճակում։ Արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։ Դիանարատ տեղումներից 1-2 փողոցում սառցակալում կար, արդյոք աղով մշակվել էր նախապես։ Քաղաքապետն է հետաքրքրվել գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Պատասխանատու հիմնարկի տնօրենն ասել է, որ խնդիր եղել է միայն Գայի պողոտայում։ Սաշա Կատվալյանը նաև ասել է, որ ավազի մաքրման աշխատանքները հիմնական փողոցներում ավարտված են։ Տիգրան Ավինյանը նաև ասֆալտապատման վերաբերյալ է հարցրել, արդյոք սկսվել են աշխատանքները, թե ոչ։ Քաղաքապետը նաև հանձնարարել է պարտադիր տեսագրել ասֆալտապատման ընթացքը, նոր միայն վճարել։ Մենք մի փողոցում խնդիր ունեինք, 1-2 փողոցում այնուամենայնիվ սառցակալել էր, այդպես է։ Որոշակի սառցակալում եղել է Գայի պողոտայում, Դավթաշեն կամուրջի վրա տեսանյութը իրականությանը մի քիչ չէր համապատասխանում, ընդհանուր Գայի պողոտայում է միայն խնդիր եղել, որպես այդպեսի։ Բայց աղով մշակվել էր Գայի։ Աղով մշակվել էր, այո։ Ուղղակի ինչ էր, ծավալներ, ինչներ էլի, ժամայիններ։ Ժամայինը մի քիչ եղել ավելի շատ, որովհետև առողջության դեմ ավտոների շարժի ժամանակ արդեն սկսեց սառցակալումը, զուտ այդ ժամանակ տեխնիկան իհարկե աշխատանքը կատարեց աղցանման, բայց ընդհանուր նույն մի կես ժամ է տևել, այսպես ասեմ, այդ process-ը բան քաղաք։ Շատ լավ, պարոն Կատվալյան։ Հիմա մաքրման աշխատանքները ավազից ավարտեցինք, մենք թե էլի ունենք անել։ Հիմնական փողոցներում ավարտվել են, 1-2 փողոց է մնացել ընդամենը, որ ծանր այդ ավազը մնացել է, մնացածը ավարտվել է։ Իսկ մեր եղանակային տեսության կանխատեսումն ինչ է, էլի ունենալու ենք ձյուն։ Ձյան-տեղումներ այս պայն տենց հիմնական չկա ձյան-տեղումներ տված, բայց 7-ին ունենք էլի։ Այնքան արագ է փոխվում այդ հիդրոմետրի տված տեղեկությունները, որ անկեղծ ասած տենց ուղիղ բան չեն կարող ասել։ Շատ լավ, եկեք այս շաբաթն ու այս շաբաթ չէ, 2 օր արդեն ավարտեք ավազի հետ կապված հարցը եւ կարծում եմ այս մի քանի օրը նաեւ եղանակը մեզ թույլ է տալու նաեւ ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել, այդպես է։ Պարոն քաղաքապետ, մենք այս գիշեր սկսել ենք նորից աշխատանքները, կտրման աշխատանքներ ենք իրականացրել, ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ կփորձենք ցերեկվա ժամերին կատարել, որտեղ որ երթևեկությանը շատ չենք խանգարելու։ Որովհետև գիշերը մինուս է։ Հա, գիշերը մինուս է, չենք կարող անել, բայց այս գիշեր սկսել ենք կտրման աշխատանքները, որպեսզի հետ չընկնենք։
Շատ լավ, որ վարչական շրջանները ունեն արդեն հաղթող կազմակերպություն 2, 1, 2, 3, 4, 5 դուք չունեք, պարոն Սևոյան, դուք էլ ունեք։ Ունենք աշխատանքները սկսել ենք մենք, ավելի շուտ եք սկսել աշխատանքները։ Շատ լավ, ոնց եք պլանավորում, պարոն Վարուսյան, երբ եք պլանավորում սկսել։ Պարոն քաղաքապետ, մենք հաղթողն ունենք, նման բան, պայմանագիրը կնքենք, այս շաբաթվա մեջ կկնքվի պայմանագիրը ու ամբողջ ծավալով կսկսենք հենց Արարողության փողոցից։ Պարոն Գաբրելյան, դուք էլ ունեիք արդեն։ Այո, պարոն քաղաքապետ, արդեն 3 փողոց ասֆալտապատում ենք։ Շատ լավ, պարոն Սարգսյան։ Պարոն քաղաքապետ, մենք անցած շաբաթ օրվանից ենք սկսել աշխատանքները, պայմանված եղանակային պայմաններով այս 2 օրը չեն կատարել աշխատանքներ, այսօր երևի կտրման աշխատանքներ կատարենք էլի։ Ցերեկային ժամերին գնենք անում փոստալուծումները, խնդիր չէ։ Բոլոր աշխատանքները պետքա տեսա ձայնա լուսագրվ, այսինքն պետքա տեսահոլովակը լինի ինչպես է արվում աշխատանքը, եւ միայն այդ պարագայում տվյալ կատարված աշխատանքի համար կարող եք վճարումը կատարել, այլապես վճարումը չեք կարող կատարել եւ դրան խիստ հետեւելու ենք հարգելի գործընկերներ եւ թող կապալառու ընկերություններն էլ իմանան, որ մենք ամբողջ տեսանյութերը պետքա ունենանք եւ պահպանենք։ Այսօր առավոտյան Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Մաստարատ-Հալին ավտոճանապարհին եղել է ճանապարհատրանսպորտային պատահար, մեքենան շրջվել է։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ճանապարհին վազ մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից եւ շրջվել 3 տուժած հոսպիտալացվել է։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել վարորդին, շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են նրա մահը։ Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում ժամը 10:50-ի սահմաններում Վանաձորի Դեմիրճյան փողոցում բախվել են Opel Zafira-ն եւ Opel Vectra-ն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձոր բժշկական կենտրոն։ Վիրավորների մի մասին հիվանդանոց են տեղափոխել քաղաքացիները իրենց մեքենաներով։ Մելիք Հադամյան փողոցը երկկողմանի երթևեկելի կդառնա։ Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ապահովելու նպատակով մարտի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի այդ փողոցում։ Մասնավորապես Մելիք Հադամյան փողոցի Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկից մինչև Մելիք Հադամյան 2 հասցեանկած ճանապարհահատվածում կկազմակերպվի երկկողմանի երթևեկություն։ Արմավիրի քրեական ոստիկաններն ապօրինի հանքարդյունաբերության դեպք են բացահայտել, ավելին տեսանյութում։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ, ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրսբերում, վերամշակում եւ արդյունահանում, ինչի արդյունքում պետության եւ համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս։ Սուգողական գործողությունների արդյունքում քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ավազի կուտակումներ, ավազակոպճագլաքարային խառնուրդով բեռնված կամազ եւ 2 էքսկավատոր։ Բեռնատարի եւ էքսկավատորների վարորդները ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ հանրապետության տարածքում վաղը սպասվում է առանց ստեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 6-ից 9 նիշ։ Մարտի 4-ից 3-ը տեղումներ են սպասվում լեռնային եւ նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի եւ անձրևի տեսքով։ Լեռնային հատվածներում սպասվում է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անցվել լուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։